Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում, կրկին Փամբակ գետում դի է հայտնաբերվել։ ՆԳՆ-ից հայտնում են, որ առավոտյան ժամը 10:56-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհին թունելի մոտակայքում գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12:03-ին ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների, Փամբակ գետում հայտնաբերվել է Opel մակնշի ավտոմեքենան, վայրից մոտ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։ Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12:50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15:50-ին ավտոմեքենան։ Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ նույն գետում ջրախեղդ էին եղել երկու քույր։